Վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրություններում Հայ-Ակֆեն 123 դիտորդ է ունեցել, ընտրախախտումներ են արձանագրվել ինչպես քարոզարշավի, այնպես էլ քվեարկության փուլում։ Այս ընտրությունները աչքի են ընկել ընտրախախտումների աննախադեպ բարձր մակարդակով, մանավանդ նախկին Խոյ համայնքի տարածքում, եւ դրանցից շատերը պատշաճ կերպով արձանագրված են։ Քաղաքացիների չթույլատրված կուտակումներ, ընտրատեղամասերի հարևանությամբ նաեւ ներսում ընտրողների ուղղորդում, բաց քվեարկություն, Հայ-Ակֆեի անդամները ներկայացնում են խախտումները։ Երբ քաղաքացին փաստացի քվեարկում է ընտրախցիկից դուրս, կամ քաղաքացուն քվեարկելուց մոտենում է մեկ այլ քաղաքացի եւ հուշումներ անում կամ ընտրական հանձնաժողովի նախագահը միջամտում է քվեարկության գործընթացին։ Այսինքն հստակորեն երևում էր, որ կամ քաղաքացուն ուղղորդում են ուզում են մինչև վերջ ուղղորդել, կամ հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի անդամներից մեկը օգնում էր նորից ասեմ չակորդներով, որպեսզի այդ քաղաքացին քվեարկեր եւ ամենայն հավանականությամբ ցույց տար, թե ինքը որ համարի քվեաթերթիկն է դնում ծրարի մեջ։ Դիտորդները նաև նկատել են, որ մի շարք տեղամասերում քվեախցիկները չեն ապահովել քվեարկության լիարժեք գաղտնիությունը, նույն մեքենաները խմբերով ընտրողների են բերել քվեարկության, խնդիրներ են եղել ընտրացուցակների հետ։ Մի շարք ընտրատեղամասերում ընտրական ցուցակների մեջ հայտնաբերվել են անձինք, որոնք չեն գրանցված եւ չեն բնակվում այդ հասցեներում, այլ դեպքերում անձինք, որոնք գրանցված եւ բնակվում են կոնկրետ հասցեում, չեն կարողացել հայտնաբերել իրենց անունները ցուցակներում։ Եվ հետընտրական դիտարկումներ քվեարկության հաջորդ օրը, երբ դեռ պաշտոնական արդյունքներ ամփոփված չէին, Հայաստանի վարչապետը գրառմամբ շնորհավորել է հաղթած տեխնացուին եւ նշել, թե այս ընտրությունները հավելյալ լիցք կտան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կաթողիկոսից ազատելու համար։ Մեր երկրում եկեղեցին անջատապետությունից, ուստի որևէ համայնքում թիմ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ եկեղեցու ներքին կազմակերպման վրա, որևէ կերպ չեն կարող անդրադառնալ։ Ըստ էության դա սահմանադրության 18-րդ կետի խախտում է։ Բացի այդ, ըստ Ավետիք Չալաբյանի, որևէ թեկնածուի նախընտրական ծրագրում եկեղեցու հետ կապված դրույթ չի եղել։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը ներառյալ նաև հաղթած քաղաքական ուժին ձայն տվածները ընտրություններ են գնացել սեփական համայնքների խնդիրների լուծման ակնկալիքով։ Եվ որևէ մեկին մանդատ չեն տվել եկեղեցու կամ կաթողիկոսի դեմ հայտարարություններ կատարելու։ Ու մինչ իշխանականները պնդում են, թե վաղարշաբաթի ընտրությունները ժողովրդավարական էին, Հայ-Ակֆե դիտորդական առաքելության անդամների մոտ ամբողջ գործընթացի մշտադիտարկումն այլ տեսակետ է ձևավորել։ Այս ընտրությունները թեև արտաքուստ ազատ էին, բայց տեղի ունեցել ընտրողների կամքի նկատմամբ համատարած ներգործության պայմաններում, ներառյալ նաև չթույլատրված օրենքով չթույլատրված միջոցներով։ Ուստի նրանց անվանել ժողովրդավարական մեր մասը շատ մեծ երևակայություն է պետք։ Արփինե Թամրազյան, Վահրամ Ստեփանյան, Լրաբեր։